քաղաքների պես շատ մեքենաներ չեն գնում, շատ աղբ չեն թափում, այստեղ արդեն աղբամաններ են դնում և մարդիկ օգտվում են այդտեղից։ Իմ սիրած առարկան է ես և շրջական և մայրենին։ Ես սիրում եմ ես և շրջական, որովհետև բնության մասին է։ Բնության մեջ սիրում եմ ծառերը, ծաղիկները։ Երբ որ մեծանամ, ուզում եմ գյուղում ապրել։ Իմ սիրած առարկան մայրենին, մաթեմը և գերմաներենն է։ Ես երազում եմ դառնալ բժշկի, որպեսզի բոլորին բուժը։ Մի քանի հատ երազանք ունեի, առաջինը ամենաբժիշկն էր, հետո փոխեցի ֆուտբոլ, հետո արդեն վերջնական որոշումս բանն էր բոքսը։ Կարող եմ ասել, որ կրթությունը համայնքի զարգացման հենց այն ասյունն է, առանց կրթության չի կարելի պատկերացնել համայնքի հետագա զարգացումը։ Որտեղ որ չկա դպրոց, չկա կրթություն, համայնքը քիչ-քիչ կսկսի հետ զարգանալ։ Անհնար է դա պատկերացնել։ Դասավանդիր Հայաստանը ինձ շատ բան է տվել, ասեմ առաջինը ինձ տվեց ինքնուրույնություն։ Նպատակասլացություն, որը ես շատ ժամանակ կարող է ինչ-որ մի բան ձեռնարկեի, բայց վախենայի, որ դա իրագործեի, իսկ այստեղ արդեն մտածում եմ, որ ես ինչ-որ կարողանում եմ պլանավորել, ուրեմն պարտավոր եմ հասցնել ավարտին։ Երբ որ երեխաները նախագիծը գրել էին, իրենց ամառային այդ բաց դասասենյակի նախագիծը ներկայացրեցին, պետք է գումարը հավաքվեր, հետաքրքիր էր, մենք մտածում էինք, որ կարողանանք դա հավաքել եւ Գերմանջիկյանը ներկայացրեց, որ ինչ-որ մի կազմակերպություն գումարը ամբողջությամբ փոխանցել է, շատ զարմացանք, հետո պարզվեց, որ դա կազմակերպությունը EasyPay-ն էր։ Անակնկալ էր մեզ համար եւ շատ հաճելի անակնկալ, երեխաները շատ ողջունվեցին դրանից, որ պիտի լինի, իրենց ծրագիրը անպայման կիրականանա։ Մի քանի հանդիպումներից հետո արդեն դասավանդիր Հայաստանի հետ, որոշեցինք, որ կիսում ենք նույն գաղափարները ու նույն փիլիսոփայությունը, դրանով իսկ ոնց որ զարգ տվեցինք այս համագործակցությունը, որովհետև շատ կարևոր նախաձեռնություն է թե մեր համար որպես կոմերցիոն գործընկեր, թե ընդհանուր դասավանդիր Հայաստանի առաքելությունն է մեզ մոտ, դրա համար տենց որոշեցինք սկսել համագործակցությունը։ Միանշանակ նպատակներից մեկը հենց դա է, որ մենք մեր օրինակով փորձենք քաջալերել ու ցույց տալ, որ լրիվ հնարավոր է կրթության մեջ ներդրում անելով ստանալ թեկուզ օգուտ ընկերության համար, որովհետև եկող սերունդը լինելու է կադր։ Կարծես թե նրա հետ նոր շունչ է մտել դպրոց, ավելի ակտիվ, ավելի եռանդուն եւ մեծ սիրով է աշխատում։